Առավոտյան Եվրոպա, օրվա ավարտին ԵԱՏՄ ազգային ժողովի դահլիճում Հայաստանի արտաքին քաղաքականությունը պատահաբար է բալանսավորվել։ Բանն այն է, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահությունն ընտրել է ընդդիմությունը, Եվրասիական ինտեգրման խորհրդարանական խմբի առաջնորդության մանդատը իշխանական ՔՊ-ն վերցրել։ Ունենք օրենք, մեկ տողանոց օրենք առանց հիմնավորումների, եւ ունենք մի իրավիճակ, երբ որ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ այդ օրենքում ներառված բովանդակությունը այսօր այլընտրանք չէ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունից Եվրաինտեգրման խորհրդարանական գործընթացները գլխավորելու համար առաջադրված Արեգա Հովսեփյանը նկարագրում է Հայաստանի եվրոպականացման ներկա փուլը, բայց իշխանականները նրանից ուղիղ պատասխան են պահանջում։ Եվրաընտանիք մտնելու հարցը դնեն հանրաքվեի, ինչպես կդիրքավորի ինքն անձամբ ու իր քաղաքական թիմը։ Երբ որ հայտարարվում է, որ չունենալով այս այլընտրանքը անկեղծ չի լինի մեր բնակչությանը նման հարցի առաջ կանգնեցնելը, համարում եմ նաև ոչ անկեղծ ձեր այս հարցադրումը։ Եվ թեպետ Նիկոլ Փաշինյանն օրերս էլ վերահաստատեց եվրոպական այլընտրանքը Հայաստանի համար դեռևս ձևավորված չէ, խորհրդարանի միջանցքում ՔՊԱ-ական падգամավորներից Արման Եղոյանն ասում է, որ հաջորդ ինստիտուցիոնալ քայլով Երևանը պետք է մեկնարկի Եվրամիությունում ասոցացված անդամակցության շուրջ բանակցությունները, ավելին падգամավորը նույնիսկ պատասխանում է մեր երկրում ԵՄ, ԵԱՏՄ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Մոսկվայից հնչող պահանջին, ասում է պատասխանը թաքնված է հենց Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքում։ Հիմա օրինակ Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը հիմա է ավելի մոտ Եվրամիության ստանդարտներին, թե սրանից 10 տարի առաջ։ Վերադարձ դահլիճ, այստեղ կրքերը եռում են իշխանական փոխխոսնակներից Վահագն Ալեքսանյանի ռեպլիկը Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր տեխնացուի ելույթից հետո շիկացրեց մթնոլորտը բարեկրթության քննություն հանձնող խորհրդարանում։ Ընդդիմադիրներից Դավիթ Ղազենյանը պահանջեց падգամավորների ելույթները չմեկնաբանել, պնդելով, որ ազգային ժողովի փոխնախագահը ոչ նման պարտավորություն ունի, ոչ էլ առավել ևս իրավունք։ Վահագն Ալեքսանյանն էլ որոշեց Ղազենյանի նկատմամբ հերթով կարգապահական տույժեր կիրառել, սկզբում ձայնի իրավունքը սահմանափակել, ավելի ուշ նրան թույլ չտալ նիստին մասնակցել, բայց ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորն այս հարցում էլ ընդդիմացավ, չուշացավ իշխանության կանչը անվտանգությանը։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն падգամավոր Դավիթ Ղազենյանին։ Արգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ 9-րդ գումարման ազգային ժողովի դահլիճ առաջին անգամ հյուր եկած անվտանգության աշխատակիցների աջակցության կարիքը չեղավ Ղազենյանը, ապա նաև նրա թիմակիցները լքեցին նիստերի դահլիճը, ավելի ուշ նրանց միացան նաև ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցության падգամավորները։ Քաղաքացիական պայմանագիրը պետք է լուրջ հետևություններ անի։ ՔՊԱ-ականները դահլիճում մենակ են մնացել, քննարկում են մյուս հանձնաժողովներում իրենց թեկնածուների հարցը, բազմավեկտոր արտաքին քաղաքական քննարկումներով լցված դահլիճը մի պահ աշխատանքի ու բարեկեցության հարցերով ընդմիջվեց, ապա վերադարձ ԵԱՏՄ, Եվրասիական ինտեգրման հանձնաժողովը նախորդ խորհրդարաններում ընդդիմությունն է նախագահել, հիմա ԵԱՏՄ-ի հետ ապահարզանիշ է մին հասած Հայաստանում, իշխանական թեկնածուն ասում է պատրաստ է ստանձնել այս պաշտոնը։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ լիիրավ անդամ է եւ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շահառու հենց երկիր է, սպառող երկիր է։ Հայաստանը ԵԱՏՄ շուկայում ոչ միայն տվող, այլև ստացող պետություն է։ Սա թերևս վերջին ամիսներին իշխանության կողմից հնչած միակ դրական հայտարարությունն էր ԵԱՏՄ-ի մասին, իսկ հանձնաժողովների նախագահների ընտրությանը խորհրդարանը կհասնի վաղը, բոլորին ընտրելու են միանգամից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։